Բարև ձեզ։ Քանի որ այսպես ինչ որ շատ խառը տեղ եք եկել, դրա համար պետք եկավ դուրս գաք ինձ դիմավորեք, թե չէ ես սիրում եմ հանկարծակի գալ։ Շատ հրաշալի տեղ է, մենք իրականում ուշադրություն չենք դարձրել։ Մեր հյուրերից մեկը ասեց, բա չեք նկատել, Քաջազնունի վրացյան խաչմերուկի վրա եք, ու սա նշան է, որ դուք իսկապես շատ լավ ու կարևոր գործ եք սկսել, ես ընդունում եմ այդ մարտահրավերը, մենք իսկապես այդպիսի փոփոխությունների պիտի գնանք։ Լավ, ուրեմն այս անգամ կլինի այսպես ներս կգամ ոչ այնքան անակնկալ, ինչպես սովորաբար անում եմ։ Մի փոքր աշխատանքային իրավիճակ ամեզ մոտ։ Օ, ես շատ ուրախ կլինեմ տեսնել աշխատանքային իրավիճակ։ Ահա, եւ այսպես նժարի գրասենյակ եմ այսօր այցելում, որը գտնվում է Վրացյան եւ Քաջազնունի փողոցների խաչմերուկում։ Մենք ցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես Շաքե Ավոյանն եմ։ Ես Համլետ Նորասարյանն եմ, Զրուցում եմ քաղաքական գործիչների հետ, այցելում եմ ընդդիմադիր գրասենյակներ, հիմա կասեմ թե ինչու։ Ոչ շաբաթ կա, ոչ կիրակի, ու դա շատ ոգևորող է, որ հատկապես անընդհատ ինչ որ շարժ կա, մենք էլ հասկանում ենք, որ դա միայն մեր մտքերը, մեր նախասիրությունները կամ մեր պատկերացումները չի, որ անընդհատ մարդիկ են գալի, այդ թվում նաև մարդիկ, որոնք թիմից չեն, որոնք դրսից են, որոնք առաջարկներ ունեն, որոնք սատարման առաջարկներ են անում։ Սիրով։ Ուզում եք նստեք, որ եկեք նստենք։ հանգիստ պատմեք։ Պարոն Նավթաջան, խնդրեմ։ Ես անջատեմ հեռախոսս։ Այո։ Ունես Որովհետև եթե այդքան զբաղված եք, այն անընդհատ կզանգի։ Ահա։ Ձայնը անջատեցիք։ Տիկին Կարապետյանց գալիս էի ու ճանապարհին գիտեք ինչ էի մտածում, որ ախր ես սովոր եմ Կարապետյանց իրավապաշտպանին։ Արդեն ահագին ժամանակ դուք հայտարարել եք, որ գնում եք քաղաքականություն, իսկ ես դեռ որպես իրավապաշտպան ձեզ հարցեր ունեմ։ Ու ոչ մեկը, լիքը հարցեր որպես իրավապաշտպան։ Ես հիշում եմ, որ դուք քաղբանտարկյալների գործերով զբաղվում էիք, չէ՞, եղած թե չեղած, հա։ Միանշանակ։ Հիմա ձեզ ինչպես է հանգիստ այդ ասեղը, ինչպես ձեզ չի այսպես ծակում, որ դուք այսօր գնացիք նժար քաղաքական գործեր եք անում, իսկ երկրում կան քաղբանտարկյալներ, թե չկան։ Կան Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ անկախ նրանից թե մենք քաղաքական ապանենտներ ենք թե չէ, որովհետեւ քաղաքականությունը մի քիչ այլ ֆորմատ է նախատեսում, մենք փաստացի օրինակ Սամվել Կարապետյանի հետ ապանենտ ենք, առնվազն գոնե միջև այս ապանենտներ ենք եղել, բայց դա չի նշանակում, որ չխոսել այդ խնդիրների մասին կամ ուրախանալ նրանով, որ կա ապանենտ, որը չեզոքացված է, դա նորմալ եւ ադեկվատ չի, որտեղ իրավապաշտպանությունը դա աշխատանք չի, դա մտածելակերպ, աշխարհայացք, հոգեվիճակ, չգիտեմ, դաստիարակություն, ինչ կուզեք։ Այո, ուղղակի մի ժամանակ դուք գնում էիք աշխատանքի հատուկ այդ մարդկանց գործերով զբաղվելու, հիմա ասում եք չնայած մենք օպոնենտ ենք։ Գիտեք, հենց այդ հարցով եմ եկել։ Դուք նոր ձևավորվող ընդդիմադիր ուժ եք։ Դուք պատրաստվում եք ընդդիմադիրներին օպոնենտ լինել։ Տեսեք, քաղաքական process-ը, նախընտրական process-ը եւ ընտրական process-ը ենթադրում է, որ թիմերը պիտի իրար մեջ մրցակցություն ունենան, բայց մեր նպատակը հենց դա էր, որ մենք անգամ կուսակցություն չենք հիմնադրել, այսինքն մենք չունենք կուսակցական նախասիրություններ, մեր առաջարկները վերկուսակցական են, մեր ամբողջ նպատակը եղել է առողջ ուժերին, բոլոր նրանց, ում համար իսկապես Հայաստանը ունի ոչ միայն իր անձնական, այսպես բարեկեցությունը բարելավելու կամ որովհետեւ պաշտոն զբաղեցնելու, այլ Հայաստանը որպես հայրենիք ընկալման այդ գաղափարը կա, այդ բոլոր մարդկանց միավորելու եւ ինչու հատկապես ոչ կուսակցական գործիքներով, որովհետեւ շատ անգամ, երբ որ հավաքվում են տարբեր կուսակցություններ, օրինակ շատ հին կուսակցություն, շատ ֆինանսապես ապահովված կուսակցություն, շատ այսպես խարիզմատիկ ինչ-որ մարդիկ ունեցող կուսակցություններ, իրենք խնդիր են ունենում լիդեր ընտրելուց։ Իրենք սկսում են իրար մեջ մրցակցել։ Մենք կուսակցություն չենք եւ չենք էլ գրանցելու կուսակցություն սկզբունքորեն, որովհետեւ մեր առաջարկը վերկուսակցական է եւ ժամանակավոր։ Ինչպես է, ինչ ֆորմատով եք մասնակցելու ընտրություններին։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք փորձելու ենք դաշինք ստեղծել տարբեր ուժերի, շատ տարբեր ուժերի, սկզբունքային տարբեր հարցերում սկզբունքային տարբերություն տեսակետներ ունեցող հնարավորություն չունեք, որովհետեւ կուսակցություն չեք։ Չէ, որովհետեւ կուսակցություն չենք։ Դուք ուզում եք դառնալ այսպես այն հավաքատեղին, որտեղ կհավաքվեն մյուս ուժերը եւ այդ նժարը, այսպես ասած, կհավասարակշռվի եւ կկարողանաք դիմել։ Խոշոր ուժերին երևի դժվար դուք առաջարկեք, եկեք մենք ձեզ միանանք, դուք մեզ միանաք։
Ես հիմա շատ դետալների մասին չի ուզենա խոսել, որովհետև այս ժամանակաշրջան ինքը լրություն է սիրում։ Այո, պահեք ձեր գաղտնիքը, պահեք եւ պահեք, բայց ամենևս դուք քաղաքական հայտարարություններ անում եք եւ դրանք կամ կօգնեն այդ այսպես ասած միավորմանը կամ կխանգարեն։ Այսպես ասենք, արդեն կան ուժեր, որոնք այստեղ ես տեսնում եմ, որ այսպես ինտելեկտուալ քաղաքականությամբ այսպես չթրծված եւ ոչ էլ կեղտոտված մարդիկ են հավաքվել։ Եվ իհարկե ցանկացած թիմում պետք կլինեն այսպիսի մասնագետներ, բայց կա արդեն ինչ որ այսպես դրական ազդակ, որ հետաքրքրություն կա միավորման առումով։ Ամենահետաքրքիր ազդակը միջև այս պահը որ կա, դա ամենաանհավանական հանդիպումներն են, որոնք այլ պարագայում ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։ Ես ինքս ինձ համար չէի պատկերացնի ինչ որ հանդիպումներ, ինչ որ համագործակցության վերաբերյալ զրույցներ այլ իրավիճակում մարդիկ, նախաձեռնություններ եւ կուսակցություններ։ Այսինքն այլ իրավիճակում շատ տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց հետ մենք նստում ենք մի սեղանի, զրուցում ենք, խոսում ենք, գալիս ենք ինչ որ հարցերում համաձայնության, բայց այդ համաձայնությունները պիտի լինեն այնպիսին, որ անքննելի համաձայնության պիտի գանք։ Այսինքն այն բազան, որի շուրջը մենք գալու ենք համաձայնության եւ դրա վերաբերյալ մեր շատ մեծ ծավալի աշխատանք ավարվում, դա պիտի լինի կարծր։ Այսպես մտածում եմ կլինեն կուսակցություններ եւ գործիչներ, որոնք նույնիսկ ձեզնից նեղացած կլինեն, այսպես կհիշեն կասեն, սա կարող է Նինա Կարապետյանց իրավապաշտպանն է, որ մեր մասին ասում էր այն վատ բաները։ Արդեն հանդիպել եք այդպիսի իրավիճակի։ Բազմաթիվ մարդկանց մենք իհարկե հանդիպել ենք, այդ թվում նաեւ այդպիսի մարդկանց ենք հանդիպել եւ իրենց ողջամտությունը այնչափ ինքնագիտակցություն այնքան բարձր է, որ նրանք շատ լավ հասկանում են, որ նախ Նինան չի ասել, որովհետև պարապա մնացել ու բան ու գործ չի ունեցել անելու։ Նինան ասել, այո, լատինատար չար եւ նախանց, որովհետև ըստ էության ա եղել իմ քննադատությունը նախկինում եւ ոչ թե ես պատրաստ չեմ հրաժարվել դրանցից, այլ որովհետև դրանք ըստ էության են եղել։ Դա նեղանալու բան չի, բայց երբ որ մարդը ավելի բարձր կամ թիմը ավելի բարձր է գնահատում Հայաստանի շահը, քան իրենց անձնական նեղացվածությունը, այստեղ հասկացում ես մարդու գիտակցության աստիճանը, մարդու պատասխանատվության աստիճանը։ Եվ ոչ միայն իրենք են զարմանում, կամ ոչ միայն իրենք են փոխվել, այլ դուք եք զարմանում եւ դուք եք փոխվել, տեսնելով, որ այդ մարդիկ ամեն դեպս համագործակցելու համար լիովին հարմար են։ Չեմ փոխվել, ես հասկանում եմ, որ այս իրավիճակում անձնական նախասիրությունները մի կողմ դնելու ժամանակն է։ Մենք պիտի անցնենք այդ ժամանակավոր ժամանակաշրջանը, այդ պերիոդը, փոփոխությունների պերիոդը, հիմնադրման Հայաստանի հիմքերի փոփոխման այդ պերիոդը մենք պիտի անցնենք եւ հետո բոլորը ազատ են իրենց նախասիրություններով ապրելու։ Մենք առաջարկել ենք բոլորին մառատոնի հայտարարել իրենց ուղղվածությունների վրա, չեմ արևմտամետ, ռուսամետ, չինամետ, չգիտեմ ինչ ամետ։ Բոլոր ամետությունները մի պահ դնել մի կողմ եւ շարունակել պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եթե սրանք մարդիկ հասկանում են պահի լրջությունը, դա է ամենադժվարը։ Դա գիտեք ինչ միտք է, որը հեշտ է ասել, որովհետև ով լսում է, այո, դա խելամիտ է, դա տրամաբանական է եւ հեշտ է ասել։ Հեշտ է հանգել այդ մտքին, բայց դա ամենադժվար իրականացվող, այսպես ասած, բայց հրաշալի ինդիկատոր է հասկանալու համար թիմը ուզում է պաշտոն, թիմը ուզում է գնալ ուղղակի ինչ որ տեղ զբաղեցնել, օրինակ պարլամենտում կամ ղեկավար դառնալ, թե իսկապես Հայաստանի համար մտավախություններ, անհանգստություններ եւ հանուն հայաստանության պայքարի ցանկություն ունեն։ Շատ շուտով ենք լսելու, որովհետեւ նաեւ գաղտնազերծվելու են երբեմն այդ բանակցություններից տարեր։ Ասենք մենք լսելու ենք, որ այս մարդը այսքան ինչ որ մեկը այսքան խոսում է, որ այ պետք է Հայաստանը փոխվի, ինչ որ նոր ավելի պրոֆեսիոնալ կառավարում ունենա եւ հանկարծ բարձրացնում է, որ նա ինչ որ կոնկրետ պաշտոնի համար շատ մանրակրկիտ եւ մանրախնդիր նեղանձնական շահերը նեղանձնական քննարկում է ունեցել։ Դա էլ կլինի, իհարկե կսպասենք։ Ուղղակի դուք այսպեսի բան ասացիք, անցնի այս պահը եւ ամեն մարդ գնա ապրելու իր նախասիրություններով։ Երբևէ Նինա Կարապետյանցը վերադառնալու է իրավապաշտպան գործունեության։ Սա ամենամեծ խնդիրն էր, որին ես բախվել էի, որովհետև ես առաջարկներ մտնել քաղաքականության մեջ ստացել եմ պատերազմից անմիջապես հետո։ Ինձ առաջարկներ են արել ստեղծել սեփական կուսակցությունը, ստեղծել դառնալ տարբեր խմբերի նախաձեռնությունների։ Ես միշտ մերժել եմ, որովհետև երբ դու մտնում ես քաղաքականություն, իրավապաշտպանություն վերադառնալու հարցը շատ խնդրահարույց է լինում, որովհետև քեզ կարող են
քո օբյեկտիվությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դնել, որովհետև դու եղել ես քաղաքական process-ի մի մաս։ Եղել են մարդիկ, ովքեր մտել են քաղաքականության մեջ, եղել են ցուցակներում, ապա նորից վերադարձել են անգամ կուսակցության անդամներ են եղել, ապա վերադարձել են ներկայանում են որպես իրավապաշտպաններ։ Ես կարծում եմ, որ այդտեղ անաչառության հարցը այնուամենայնիվ կարող է դրված լինել։ Դուք տեսնում եք, ժամանակը ամեն ինչ փոխում է։ Ժամանակը այնպես է այսպես անձրևը լվանում է հետքերը Տիկնիկ Կարապետյան։ Կան հետքեր, որոնք չեն լվացվում, ցավոք սրտի։ Պատկերացրեք, որ այո, այդպես ենք մտածել, բայց իրադարձություններ կան, որ լվանում են ցանկացած հետք, որը չի բերել այսպես լուրջ կործանման, ամեն ինչ սկսում ենք ավելի թեթև։ Այ հենց դրա մասին է ասում, որ տեսեք, կան իրավիճակներ, որոնք ոչ մոռացության են մատնվելու։ Գիտեք, ես այնքան տարբեր տեղեր եմ գնում, բարև ձեզ, եւ ոչ միտեղ այսպես աշխատանքային մթնոլորտում այսքան շատ մարդու չեմ հանդիպում։ Մենք առավոտյան ժամերին ունենում ենք շատ այստեղ մեր փոքրիկ հարաբերական փոքրիկ դահլիճն է, որտեղ բարբերաբար այստեղ ունենում ենք ընդունելություններ, այդ թվում նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իհարկե։ Սա այն առաջարկն է, որը մենք անում ենք, որ բացի օրենսդիր գործադիր դատական համակարգից մենք ունենանք պետխորհուրդ 9 հոգուց կազմված, որը կփոխարինի նախագահական ինստիտուտը, որովհետև մենք կարիք ունենք մի մարմնի, որը տան մեծի դերակատարումը պիտի ունենա, որպեսզի պետական խորհուրդը հնարավորություն ունենա վետո իրավունք ունենա եւ գործադիր եւ օրենսդիր մարմինների, բայց ոչ դատական, ոչ դատական։ Ավելին մենք առաջարկում ենք պետական խորհրդին տալ դատախազների, գլխավոր դատախազի նշանակումը, դուք ասեք կենտրոնական դրական հանձնաժողովի նշանակումը, դատավորների նշանակումը, էլի բազմաթիվ նշանակումներ, այստեղ մենք փոփոխություն ենք ինչ-որ նոր մոդել եք մտածել, գրիվ նոր մոդել է եւ ինչու է կարեւոր է այստեղ սահմանադրական այսպես ինչ որ սա սահմանադրական փոփոխությունների փաթեթում պիտի լինի, որովհետեւ երբ որ գլխավոր դատախազի փաստացի նշանակումը կախվական հեռացնումը փաստացի կախված է լինում օրվա իշխանություններից, մենք ունում ենք հակասահմանադրական, հակաիրավական, հակակոնվենցիոն իրավիճակներ, գործողություններ, որոնք որևէ կերպ չեն սաստվում։ Ասում ինքը պետք է գնա իր շեֆին ձերբակալի։ Անդրամաբանական։ Երբ որ մենք ունում ենք կենտրոնական դրական, բայց ամեն մարդ չի կարող։ Կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ, որը կուսակցական պատկանելիությամբ նույն կուսակցությունից է եղել նախկինում, ինչը որ գործադիրի եւ օրենսդիրի մեծ մասն է կազմում, դա նշանակում է, որ կենտրոնական դրական հանձնաժողովը չի կարող լինել անկախ, դա ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Դատավորները չեն կարող լինել անկախ, ու մենք ստանում ենք որոշումներ, որոնք որ հակաիրավական են, բայց այսպես պահանջված են եւ ստատուսներով ուղղորդված են։ Որոշ մարդկանց ստատուսներով ուղղորդված են։ Մենք ուզում ենք արդարադատության ամբողջ համակարգի անկախությունը ստանալ։ Երբ քաղաքական հայտ ներկայացնող ուժը կամ մարդիկ անգամ զբաղված են այսպիսի գաղափարներով, այսինքն ստեղծում են նոր կարգ, հասկանում եք, մտածում են նոր ինչ որ ես կասեի այս ինչ խորհուրդ էր, պետական խորհուրդը լրիվ նոր կարգ է, չգիտեմ, ուզում եմ հիշեմ դրան փոխարինող ոչինչ հայերը չեն ունեցել, այսպես ավակների խորհուրդ չեն ունեցել։ Նու պատմական առումով շատ հին ժամանակներում, բայց այդքան հին ժամանակներ վերադառնալ պետք չի։ Մենք նմանա սա նորմալ է, դա էի ասում։ Եվ սա նորմալ է, բայց օրինակ կան կուսակցություններ, ուժեր, որոնք մտածում են միայն գնամ եւ շեմ, հա 4% է, ես կանցնեմ դա, ես ի վիճակի եմ եւ գնալու են այսպես նորահայտ մանր կուսակցություններ, ուժեր փոշիացնելու, հատկապես այն դժգոհ կամ փոփոխության ակնկալիք ունեցող մարդու քվեն։ Յուրաքանչյուր նոր եկած ուժ պիտի հաշիվ տա իրեն եւ հասկանա, որ փոշիացված ձայնը դա Նիկոլ Փաշինյանին նվիրաբերած ձայներ են։ Երբ որ դու գնում ես ձայները փոշիացնելու, դու փաստացի օգնում ես Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել։ Դեվ մենք ստանալու ենք հակահայկականության այնպիսի, ինչ ասեմ, տեղատարապ, որի տակից ուղղակի դուրս չեն գալու։ Եթե դուք պատրաստ եք, որ ձեր երեխաները այլևս հայություն, հայկականություն չեն ունենալու, խնդրեմ գնացեք, ասում այդ անպատասխանատու քայլի։ Մենք մեզ համար օրինակ հստակ որոշել ենք, եթե մենք չենք կարողանալու process-ը գեներացնել այնպես, որ կարողանանք իրավիճակի վրա ազդեցություն
ունենանք, շատ հավանական մեծ հավանականություն կա, որ ընդհանրապես որևէ կերպ չենք մասնակցի, բայց մենք մինչև վերջի պահը պայքարելու ենք հանուն նրա, որ կարողանանք ստեղծել այդ միավորումը ամենաանհավանական թվացող անմիավորելի շատ նորից պիտի ասեմ ամենաանհավանական հանդիպումների ֆորմատը պատկերացրեք։ Այ այսպես միավորման կողմնակից են սովորաբար այն ուժերը, որոնք չունեն իրենց 4%-ը, 5% անցողիկ չեն։ Նրանք ովքեր անցողիկ են կամ ովքեր ունեն խապկանք, որ անցողիկ են, որովհետև ասենք ավելի հին են, ավելի ինչ որ կազմակերպված ուժ են։ Նրանց դեպքում միավորումը լինում է շատ այսպես շատ դժվար։ Կարճ ձևակերպեմ, ուրիշ վատ բան չասեմ։ Հա, այսպես ասեմ, որևէ մեկ ուժ առանձին ներառյալ օրվա իշխանություններին չի կարող վերցնել ամբողջ իշխանությունը։ Դա գիտեն բոլորը, դա հասկանում են բոլորը, ում հետ մենք խոսել ենք, դրա գիտակցումը կա։ Հետևաբար անհրաժեշտություն կա միավորումների, որովհետև չնայած հանուն արդարության պետք է ասել, որ միշտ չի, որ երկու անգամ մեծ ուժեր փորձեն, մեծ հարաբերական ուժեր, փորձեն իրար միավորվել, դա դրական կրկնապատկելու է իրանց ձայները։ Շատ մեծ հավանականություն կա, որ սխալ միավորման պարագայում մարդիկ կարող են մեծ թվով հիասթափվել, հուսահատվել եւ կորցնել ձայները։ Այդ կրկնապատկվելն էլ պետք է լավ հասկանալ, չէ՞ որ այդ նույն ընտրազանգվածն է։ Մի կողմ դնել այն բոլոր հարցերը, որոնք այս պահին արդիական չեն, ու գնալ կոնցեպտուալ փոփոխությունների, որպեսզի որևէ մեկը Հայաստանում այլևս չկարողանա միանձնյա կառավարել պետությունը եւ միանձնյա կործանման տանել Հայաստանը։ Չի կարող Հայաստանը ձևավորվել մի անձի կամ ամբողջ մի ազգի ճակատագիր չի կարող որոշել մեկ անձ։ Դա նորմալ չի եւ դա adekvat չի։ Ու այս մեր առաջարկած փոփոխությունները եւ սա մի գործողությունն է։ Մենք ընդունել ենք նաեւ այլ ուժերի առաջարկներ, օրինակ Պարույր Հայրիկյանի 1% շեմը իջեցնելը, որպեսզի յուրաքանչյուր մարդկանց խումբը ունենա իր ներկայացուցիչը պարլամենտում։ Բայց միայն կամ օրինակ Արշակ Սադոյանի առաջարկը, որ եթե 2 տարվա կտրվածքով թիմը չի կարողանում իրականացնել իր խոստումների 40%-ը, ուղղակի պիտի հրաժարական տան եւ հեռանան եւ դա պիտի օրենսդրորեն ամրագրված լինի, որովհետեւ բոլորը գալիս են ու ասում են դե սխալվեցին, Փաստորեն ոնց որ հասկացաք, նա եւ մեր հնաբնակների հետ ենք հանդիպել, որտեղ դա շատ կարեւոր process է։ Քաղաքական հնաբնակները եւ անկախության կողմնակիցներ, ինչպիսին են Պարույր Հայրիկյանը, ինչպիսին են բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր որ իսկապես կարևոր դերակատարում են ունեցել անկախության հարցում։ Մեծերի նկատմամբ հարգանքը եւ հիմնադիրների նկատմամբ հարգանքը եւ փորձը շատ հարցերում իհարկե շատ կարեւոր է։ Գիտեք, ձեզ մոտ մի տեսակ sense շատ կուսակցության հոտ եկավ։ Վայ չէ, մեր մոտ կուսակցություն ուղիղ հակառակը, մեզ մոտ հենց ի սկզբանե կուսակցություն ստեղծելու նպատակ չի եղել եւ կուսակցություն չի լինելու, բայց մենք չեկավ, ուղիղ հակառակը մենք մթնոլորտ, այսպես աշխատանքային, որովհետեւ բոլորը լուրջ են վերաբերվում այս process-ին, բոլորը սրտացավ եւ այսպես ինչ ասեմ, նվիրված աշխատանք են անում։ Երբ որ նոր ենք սկսել process-ը, շատ հետաքրքիր էր, նստենք Իհարկե մի քիչ էլ նստենք։ Երբ որ նոր ենք սկսել այս process-ը, ու ես ասում եմ, որ մենք մշակել ենք այսա, որտեղ ինչ որ ես ձեզ ներկայացրեցի, դրա տակ կան արդեն մշակված օրենսդրական ակտեր։ Ինձ ամեն անգամ հարց էին տալի, իսկ ով է դա ֆինանսավորում, ու ես ամեն անգամ մտածում եմ, իսկ ինչի մեկը պիտի ֆինանսավորի։ Եթե պարոն Նավասարդյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, եթե ես պրոֆեսիոնալ իրավաբան եմ, եթե մեր մեջ կան անվտանգության ոլորտի պրոֆեսիոնալ 1000 տարվա փորձառություն ունեցող այլ մասնագիտություններ ունեցող մարդիկ, ինչի պիտի մեզ փող տան, որ մենք մեր հայրենիքի համար ինչ որ իդեա ստեղծենք, ու այդ իդեայի հետևից գնանք։ Ասեմ ձեզ, որովհետև ընտրությունները, այդ կազմակերպչական աշխատանքը, այդ ամենը ընտրությունները, այո, բայց նախապատրաստական աշխատանքում կուսակցություն պահելը եւս ծախսեր ենթադրում է, հավատացեք։ Մենք կուսակցություն այդ երևի թե դրա համար չենք ստեղծել ու դրա համար չենք գնալու այդ ճանապարհով, որովհետև սա վերկուսակցական պրոյեկտ է, սա գաղափար է։ Այսինքն այս տարածքը դուք եք վարձում ձեր ընկերներով, այսպես։ Մենք մեր սեփական միջոցներով, մեր խնայողություններով, մեր աջակցող, նաև ոչ աջակցող, այլ մեր թիմակից
Պարոն Էկոնոմովը ինքը բիզնեսմեն է, ինքը հաջողակ բիզնեսմեն է, մարդը, որը ունի երկար տարիներ աշխատել է Silicon Valley-ում, որը ունի շատ մեծ պրոյեկտներ, որը ինքը իր հետաքրքրություն ունի, այսպես ֆինանսավորող, որը նաև ձեր անդամն է։ Բայց միջև այս փուլը սկսելը, միջև տարածք վարձակալելը, մենք հավաքվում ենք մեզ համար, մեր տներում ենք հավաքվում, ինչ որ միջավայրերում, որտեղ ծախս չէր նախատեսում։ Բացի սուրճից իհարկե, սուրճը դա ամենամեծ ծախսն էր։ Հա, սուրճը թող լինի ամփոխարինելի, ամենամեծ դարձ այսպես ասած։ Գիտեք, ես էլի կարող եմ հարցեր տալ, բայց ես տեսնում եմ, որ երբ դեռ չկա միավորում, ուրեմն ես անդադ կլսեմ այդ հավանական միավորման մեկ կողմի, միայն մեկ անդամի կարծիքը, իսկ ինձ պետք է մի քիչ ավելի լայն պատկեր ցույց տալ։ Կարծում եմ, որ մնացածն էլ ում հետ մենք հանդիպում ենք եւ շատ արագ տեմպերով բանակցությունների մեջ ենք, իրենք էլ չեն, եթե անգամ իրենց հետ գնաք հանդիպելու, իրենք էլ դրա մասին չեն խոսելու։ Ես հիմա գիտեք ավելի շատ գնում եմ տեսնեմ մարդկանց մեջ այսպես կյանք, ասենք քանի հույս, հավատ, ասում եմ սեր, կա թե չէ։ Քանի որ շարժումը կյանք է, հենց այսինքն գնում եմ տեսնեմ շարժվում են տեղից, ուրեմն կյանք կա թե չէ։ Խնդրում եմ ձեր այդ այսպես ասած ավելի շատ ծախսեր անող ներկայացուցիչին եւս մի երկու հարց տանք։ Ուզում էի ձեզ չխանգարել, բայց պարզվեց, որ դրանք մեկ զրուցենք այնտեղ։ Պաստորեն, միշտերը իրենց այսպես երանդը, էներգիան եւ այլն ներդնում են այս նախաձեռնության մեջ, դուք նաեւ ֆինանսապես եք, այսպես ասած, ջանք թափում։ Ինչ տպավորություն ունեք հանդիպումներից։ Գիտեք, ես առաջի անգամ չի, որ ասենք իմ անձնական ֆինանսներս օգտագործում եմ ի օգուտ, ի շահ ասենք մեր պետությանը, ասենք ես օգնել եմ տարբեր շրջանակներին, տարբեր կուսակցություններին, միշտ ես ուզել եմ, որ մեր երկիրը լավ երկիր լինի, ուժեղ երկիր լինի, պինդ երկիր լինի, բայց մի հատ բան կա, որ այսօրվա դրությամբ փողը չի, որ ասենք ծախսում ենք, որ ինչ-որ բան ստանանք։ Այո, փողով հարց չի լուծվում։ Այո, որովհետև այստեղ իհարկե ուժեր կան, որ մեզանից ավելի 1000 անգամ ավելի շատ գումարներ ունեն եւ գումարներ են ներդնում, բայց ձեզնից գրեթե ձեր չափ ունեն վարկանիշ։ Ժողովուրդը չի ճանաչում։ Մեզ չեն ճանաչում։ Չէ, ուժերին չնայած շատ փող ունեն։ Հա։ Ձեզ էլ լավ չեն ճանաչում։ Մեզ էլ լավ չեն ճանաչում, դա իհարկե հարց է դեռևս։ Ես անցած օրը տեսա Facebook-ում ձեր արմատերով հույն լինելու մասին, ամբողջովին կարդացի, ինձ հետաքրքրեց։ Այնպես որ մի զարմացեք, այո։ Վարկանիշը փաստորեն այնքան էլ կապված չէ ֆինանսական միջոցների հետ։ Դա այլ դեռ չեք էլ պարզել, թե ինչի հետ է կապված վարկանիշը։ Չէ, կապված կա, ես կարող եմ դες ասեմ, ինչի հետ է կապված։ Վարկանիշը կապված է թե մարդու էությամբ, որպես մարդիկ ինչ գաղափարների տեր են, ինչ արժեքների տեր մարդիկ են, ասենք դրանից գալիս է արդեն ինչ որ էներգետիկայի մոտեցումն է, որ կոնկրետ մարդկանց եւ իրանց այդ գաղափարական, հա, ծրագրային մոտեցումները։ Դա շատ կարեւոր է, թե ճիշտ հասկանալն է, հա, ասենք մենք ինչ ենք ուզում, մեր ուզածը, հա, նժարը ձևավորվել է որպես ինչ, մենք կուսակցություն չենք եղել ու երևի թե չդառնանք երբեք կուսակցություն։ Մի բան ասեմ, էլի դուք կարծում եք, որ վարկանիշը կախված է լավ գաղափարներից, դու լավ գաղափարներ ես ասում, բարձր եւ դրանով վարկանիշը ստացվում։ Ոչ, ես դա չեմ ասում, ես ասում եմ մարդկանցից է կախված, մարդկանց արժե համակարգը կրելուց, իրանց գաղափարներից, իրանց ինտելեկտից, դրա հետ միասին դու պարտավոր եք դա ոչինչից էլ կախված չէ։ Ես կասեի վարկանիշը կախված է, քո պատմությունից է կախված, քո ծնողների պատմությունից է կախված, ամեն ինչը իրար հետ կապ ունի եւ այդ ամեն ինչը սիմբիոզը իրար հետ երբ որ մի տեղ է հավաքվում, ինքը ճիշտ էներգետիկա է փոխանցում, թե մարդկանց, թե Այո։ Եթե դա այդպես լիներ, իհարկե մենք չէինք ունենա իրավիճակներ, որոնք հիմա ունենք։
Չէ, մենք հենց տենց էլ պետք է ունենայինք իրականում, որովհետև այն ղեկավարությունը, ինչ որ մենք ունեցել ենք, այդ հատկանիշներից զուրկ ա եղել իրականում, բացի երևի թե առաջին մեր ազգային ժողովը, երբ որ 90-ական թվականին կազմավորվեց, այնտեղ կային ինտելեկտուալ ինչ որ մարդիկ, ինչ որ չափով, ասենք, ինտելիգենցիա էր, իրանք էլիտան չէին, իրանք ինտելիգենցիա էին։ Դա մեծ տարբերություն է, էլիտան ու ինտելիգենցիան իրարից տարբերվում է։ Էլիտայի քաղաքական էլիտան պետք է այն մարդիկ լինեն, ովքեր որ բացի նրանից, որ ինտելեկտ ունեն, հա, ու իրանք ինչ-որ գաղափարներ են ունենում, այդ մարդիկ պետք է ինքնազոհաբերության պատրաստ լինեն։ Այո, գուցե ինքնազոհաբերությունը ձեր բոլոր ասածներից ես կառանձնացնեի, որովհետև դրողը ուզում է զոհաբերություն իր ձայնը տալու համար, եւ նա զգում է այդ մեծ եռանդը ինքնազոհաբերման այդ, այսպես իհարկե դա փոխաբերական իմաստով պատրաստակամությունը դա նրան դուք ասում եք ընտրողը ուզում է, բայց դուք մի հատ բան եք, անգամից արդեն գնում եք դեպի դաշտ, ասենք նախընտրական։ Իհարկե, բայց գիտեք ոնց, մենք պետք է մտածենք, որ ոչ թե ընտրողն է ստեղծենք էլիտան որ գնանք։ Չէ, ես ձեզ ուզում եմ ասեմ, որ մենք պետք է արդեն ի սկզբանե մեր ենթագիտակցորեն պատկերացնենք, որ մենք ազգ ենք, մենք ժողովուրդ ենք, որը որ պետք է ուզենա ոչ թե ընտրի, այլ պետք է ուզենա իրար հանդեպ վստահություն ունենա։ Իրար հանդեպ վստահությունը ձևավորում է մենակ մի դեպքում, երբ որ կա վստահություն դեպի պետություն։ Մենք չենք ունեցել վստահություն դեպի պետություն։ Պետությունը եղել է մեր թշնամին միշտ։ Ամեն բան մենք ունենք 5 ամիս։ 5 ամիս։ Դուք այդ ընթացքում ոչ էլիտա եք ձևավորելու եւ ոչ էլ վստահություն եւ ոչ էլ անznազոր եք։ Վստահություն կձևավորենք, դա էլ հանդիստեղ է, ոչ թե մարդկանց մեջ, բայց մեր հանդեպ։ Փորձեք, բայց հասկանում եք Հայաստանը փոքր չի համենայն դեպս վստահություն ձեռք բերելու համար, այդքան գյուղեր, այդքան համայնքներ պետք է գնան։ Մենք ճիշտ ասած գյուղերի վրա հույս չենք դնում, քանի որ գյուղերում մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը այն գումարներից ասֆալտ արել, շատերը ասենք դրա պատճառով իրան են ձեն տալու։ Մենք հույսերը դնում ենք իրականում իրազեկ քաղաքացիների, որ կհասնենք իրազեկել, ոչ թե մենակ գյուղերում, այլ ընդհանրապես գյուղ քաղաք չասենք, էլի ես դրա համար եմ ասում։ Մենք պետք է փորձենք մեր ձայնը հասանելի դարձնենք, մեր ծրագիրը։ Մենք մի հատ ծրագիր ունենք։ Կարևոր ծրագիրը միակն է, որ մարդիկ այսօր հասկանան, Նիկոլ Փաշինյանին հաղթելու մի հատ ձև կա։ Մեկ մարդու շուրջ, բոլոր կուսակցությունները անձին պետք է անկուսակցական մարդու շուրջ համախմբենք, մեր Վացլավ Գավելի շուրջ համախմբենք, մենք պետք է ունենանք մեր Վացլավ Գավելը։ Եվ ունենք այդ Վացլավ Գավելը մեր կա, այսօր իր պատմությունով, իր ամբից հետագիծը, հա, իր կենսագրությունով Նինա Կարապետյանցը ամենալավ տեխնացուն է այդ առումով եւ որպես անձի շուրջ, եթե մենք կարողանում ենք համախմբել բոլոր ուժերին մի հատ նպատակով, որ գալ համակարգային փոփոխությունները կատարել, 2 տարվա ընթացքում կարելի է համառության մեջ այդ փոփոխությունները կատարել այն առումով, որ մյուս ընտրությունները հենց որ հրաժարական կտա այդ կառավարությունը, ժամանակավոր կոալիցիոն կառավարություն ստեղծվածը, դրանից հետո Նինա Կարապետյանցը հրաժարական ատալի ազգային ժողովը ծրվում է եւ դրանից հետո նոր ընտրություններ կլինի եւ այդ ժամանակ, երբ որ արդեն դաշտը ֆունդամենտը ճիշտ դրված կլինի համառության մեջ, դրանից հետո կարող արդեն ամեն մեկը իսկ մենք կշարունակենք դուք սկսեք համագործակցությունը եւ հանդիպումները տեսնենք ինչպես է մասնակցելու ընտրություններին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեկան այստեղ արդեն քննարկում է ձևավորվել։ Ես ուզում եմ ձեզ հաջողություն ասել։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլի եմ գալու, ձեր տեղը արդեն գիտեմ եւ կկարողանամ գալ անակնկալ։ Սիրով, տեսնեմ ակտիվ աշխատում եք։ Ստուգեմ, այդ վերահսկողությունը շատ։ Ստուգեմ, այո, վերահսկելու եմ։ Քանի որ ես ոչ պաշտոն եմ սպասում եւ ոչինչ եւ պետք չի ինձ ֆինանսավորել, ես լինում եմ այսպես հանրային վերահսկող։ Այդ դրա համար մենք դեռ շատ ենք սիրում։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ։ Գալու ենք։